Բարև սիրելի ագնտիրներ եւ ունգընտիրներ, բարի եկածեք արձագանք հաղորդումի 34-րդ դրվագին, Գարջ եւ Հագիրջ Տատարեմի հետ կվերադառնանք 2024 եւ 2025 տարեշրջանին համար, ուր կգնկալենք ամսական դրությամբ ներկայացնել հadoop հյուրեր եւ հadoop դրվագներ։ Իմ անունս ընկեր Վայկ Աջեմյանն է եւ ես ձեր հաղորդավարներն մեկն եմ։ Եվ իմ անունս ընկերուի Մեղրի է եւ ես ալ ձեր հաղորդավարներն մեկն եմ։ Այսօր մեր հետ ունենք հյուր ընկերուի Վանա Նազարյան, բարև ընկերուի։ Բարև ընկերներ, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրած եք այսօր։ Անշուշտ, ուրեմն մենք իսկապես շատ ուրախ ենք ձեզ յոս ունենալու, որովհետև կարևոր նյութ ունենք խոսելու, ինչպես կմոդենան Մոնտրեալի քաղաքապետարանական ընտրությունները, եւ դուք անշուշտ տեխնազու եք եւ նաեւ ընդրված անդամ, եւ ուրեմն գուզենք մեր այսօրվա նյութը դարձնել բադանեգանի եւ քեմի ջամփային մինչեւ արդական քաղաքական աշխարհ, ծեր ջամփան, ծեր սորվածները քեմեն եւ բադանեգան, ծեր փորձառությունը եւ ինչպես դուք ներշնչված եք։ Անշուշտ ես դերյակ եմ, որ դուք մայր եք, երեք զավակ ունիք, Արմեն, Ռուբեն եւ Միքայել։ Այո, այդպես չէ, շատ լավ։ Դուք եղած եք նախկին քեմագան, Մորեալի մասնաճյուղեն, դուք Սեն-Լորան շրջանի քաղաքացի եք եւ նաեւ ներկայացուցիչ քաղաքապետարանի մեջ եւ ուրեմն անշուշտ շատ կորձեր ունիք թե քաղաքային եւ թե Մորեալի մագարտակի վրա։ Գուդեմ սկսել մեր հարցազրույցը, այսինքն խոսերով ձեր առաջին օրերուն, եթե վերադառնանք, երբ որ դուք 10-12 տարեկան էիք, նոր բադանի էիք եւ գիտեմ դուք եղած եք անդամ բադանեգա միության, գնանք մեզի Դանիել այդ օրերուն, այսինքն ինչ էր ձեր փորձառությունը, ընդհանուր ձեր դպավորությունը եւ ինչպես այսինքն բադանեգանը գրծավ ձեզի մեջ արդենցնել այդ ոգին, որ դուք ալ այսինքն ղեկավարական կյանքի մեջ մասնակցիկ, ուրեմն մեզի եթե գնանք ուն Դանիել։ այո, անպայման, մերսի շատ Վայկ, անգեղծորեն բադանեգանը եւ երդասարտականը ինձի համար դարձած են մեծ դպրոցը եւ ինձի համար այդ տարիները ամենեն կարեւոր տարիները եղած են եւ գնամ բացատրել ինչու այսօր այնինչ որ գնեմ ամենօրյա իմ կորձիս մեջ այդ բոլորին ասենք նախնական բեյսը ծրված է բադանեգանի եւ երդասարտականի տարիներեն օրինակ բադանեգանի ժողովներուն առաջին բանը որ սորվեցած են մեզի ասենք տասախոսություններ գունենայինք եւ տասախոսություններուն ընթացքին մեզի մեր վարիչները գստիբեին որ ամեն մարդ պետք է հարցումը պատրաստի այդ հարցումը պատրաստելու անշուշտ պետք է մեկը մտի գնե հասկանա բոլոր նյութը կամ մեծամասնությունը նյութին եւ գարենա դրամապանել եւ հարցում պատրաստել դեղուն վրա այս բոլորը ինչպես կրնակ երևակայել public speaking-ի շատ փոքր տարիքի արդեն բզդիկ exercise-ներ են ասենք երդասարտականի օրինակ դարիներուն գազագերբչական շատ մփաներ սորվեցանք անշուշտ բադանեգանի ալ վարչական լալ ունենալ ընտրություններ ժողով վարել այդ դարիներուն սկսան եւ յետքը ավելի շարունակվեցան այսինքն երդասարտականի մեջ այդ օրինակ այդ տարիներուն բադանեգանի տարիներուն գար Նուշիկելոյանը որ ընդրված էր եւ կվերընդրվեր եւ իր ասենք ընդրական բայկարին միացանք լա բադանեգանով լա քեմագանով ուրեմն այս բոլորը ինչպես ասի մեծ դպրոցներ են որովհետեւ չես սկար մասնագից կդառնաս բայց հետո երբ որ իրավ կյանքի մեջ կգտնվիս կսկաս որ աս բոլոր բաները ես հրած եմ ինձի նորություն չեն ադենակրություն կրել ծրագիր պատրաստել դեղեկագիր պատրաստել այսինքն աս բոլոր բաները որ մեր ժողովական կյանքի մեջ կսորվինք իրավ կյանքի մեջ բոլոր լա սեփական private organization-ներու լա public organization-ներու մեջ բարդ բաներ են որ մարդիկ կգործածեն Սա դուք հայտարարի հանձնախումբին մաս կգազմեիք
ինչ տեսակի լոբինգի եւ ակտիվիզմի բաներ գնեք, որ ծեր political, այսինքն հետաքրքրությունը ստեղծեց ծեր մեջը։ Պետք է ասել, որ հայտարարի հետ առաջին օրինակ շփումներս եղած են քեմի մեջ։ Ուրեմն հայտարարի որոշ ցերկնակներու կամ կորձերու մաս կազմած ենք իբր քեմական եւ հոն սկսած էինք որ կարևոր բան կա որ պետք է մեր քեմականները մաս կազմեն այս կորձունեության եւ այն ադեն ուրեմն վարչական էի քեմի եւ հանձնախումբը ստեղծեցինք հայտարարի որ այս հանձնախումբը ծեվովը աշխատեր parallel հայտարարի անդամներուն նման կորձունեությամբ եւ ամենեն մեծ կարծեմ կորձը որ հոն գնեինք mobilization էր այսինքն ասենք ցույցը բիտ գազմագերբվի կամ ցերնարգիմը պետք է երթվի համալսարաններում մեջ տասախոսությունը գա կամ տասախոսությունը գա որ ինը բաց չի հայերուն եւ այդ տեսակի կորձունեություն պետք է լա ուրեմն պետք եղած կորձերը գազմագերբեինք եւ մարդուժը գհավաքեինք եւ կարծեմ որ ամենեն կարևորը այդ մարդուժը հավաքելն է անշուշտ ամեն կարծեմ generationներու հետ սիկլեր կան չէ դարիներ կան որ շատ կորձոն գլան եւ դարիներ կան որ շատ կորձոն չեն ուրեմն սկիզբը եւ որ մենք սկսանք ասանք երկու generationներու միջև gap մգարսենք եւ մարդիկ սկսան չիկալ որ սկսան ասել որ ասոնք շատ բզդիկ են բզդիկ դարիքով են այլևս քեմականները չիկանք եւ այլն ուրեմն մենք կորձ դարինք որ այդ մեծերը ներառենք մեր կորձունայության մեջ ես օրինակ անցամ հերացային գնեի այդ մեծերուն որ ինձ մեզ ենք 10 տարի մեծ գլային եւ հերացային գնեի գսե որ հաջիս գրնակալ գարդեմ ցեզ մեզ շատ ունենք սորվելիք եւ գփապակինք որ ներգալակ գուզեինք որ անպայման մաս կազմեն եւ at intergenerational գարդեմ ներգայությունը la քեմի la հայտարարի մեջ շատ մեզի օգտակար դարձավ որովհետեւ երբ որ ինչ ալլա մեծերու հետ երբ որ լաս ավելի ուշադրություն գնես խոսածիդ ավելի որոշ էֆորներ գնես եւ ինքնաբերաբար քեզի ավելի գհրե թեպի արչև չէ հետո անշուշտ հայտարարի մաս կազմեցի եւ ավելի լրջորեն ասենք հայտարարի կորձունության մեջ այո ընդրական բայկարները կան զանազան ասենք լեվելներու բայց նաև տրամահավաքը relationship building ամենեն կարևոր բանը մեր հայկաղության համար կարծեմ ադե պետք է հայկաղոտ օրինակ իր բարեկամները ունենա եւ այդ գաբերը ստեղծելը եւ բահելը դարիներու ընթացքին ժամանակ կառնի եւ այդ օր պատճառով մարդ ուժ պետք է ունենաս որ միշտ ներգալան եւ այդ գաբերը միշտ բահեն ինչ որ սիկ I think that intergenerational կապարի մասին իսկապես շատ լավ գասկնամ ես երբ որ 2 տարի առաջ նորակիր կեմական էի 16 տարեկան էի նորմը դա եւ առաջին ժողովը սեր եւ գիշեմ շատ լավ մի քանի 3 ընկերներ գային 24, 25, 26 տարեկան որ ուսումնին ավարտած էին, կորս կդած էին, դերմասած էին եւ ամենայդևը գնացին եւ ժողովեն վերջ կացի դերնին խոսեցա այսինքն իսկապես դեպավորիչ փորձառություն մնե որ ինձ մե 10 տարի ավելի մեծ անսեր կան որ նույն կորձին համար նույն տադին համար գաշխատին եւ ժամանակ կդրամատրեն շաբթական դրությամբ որքան ժողովի եւ խոսենք եւ փորձառություններ փոխանակենք it's a learning opportunity այո ուրեմն հետաքրքրական է որ սիկ եւ մյուս բանալ գաբերու մասին
մի քանի ամիս առաջ ընկեր Վարանտ Յապուջյանը ունեցանք մեր ոդքասթին վրա ծեր ամուսինն է եւ ինքն էլ խոսեցավ հայտարարի մեջ որքան կարեւոր է գաբ ստեղծելը նույնիսկ եթե այսինքն նույնիսկ հայտարարեն տուրս ասենք թե եթե կորձ մգուզեսնել պետք է դաս մարդոց հետ խոսիս եւ դուք այսինքն իբրև տեխնազու ընդրության համար գահացնամ որ ամենամեծ բաժինը կամպեյնին մարդոց հետ երթալ խոսիլ է door-to-door-ն էլ կամ rally-ներն էլ գնայք ավելի այսինքն խոսիլ ձեր կամպեյնի փորձառության մասին գիտեմ ձեր վերջինը 22-ին էր չէ 21 այո 4 տարին անգամ է ուրեմն ինչ էր ձեր փորձառությունը 4 տարի առաջ եւ հիմա ինչպես փոխված է 2021-ին շատ ինչպես ասեմ unlikely situation-ներում մեջ օրինակ ներկայացա, որովհետև երբ որ ինձ մոտեցան, որ փած դերմը գա Սեն Լորանի մեջ, ես արդեն 7 ամսու հղի էի, երրորդ զավակս կսպասեի, եւ երկրորդս արդեն 1 տարեկան չէր. So բավական ինչպես եմ այո դարօրինակ ասենք դարօրինակ գացության մեջ է այո դարօրինակ գացության մեջ կգտնվեի եւ մտածեցինք ընդանիոք անշուշտ ամուսինիս հետ եւ որոշեցինք ասխենտություն անել եւ ներկայանալ անշուշտ ինձ համար ամենեն կարեւոր բանը այն էր որ ասկանդարի կորձոն կյանք ունեցած եմ այս քաղաքին մեջ եւ կարեւոր էր որ քաղաքը գրնագս լար եւ սկալը որ նաեւ ես առանցին անցմը չեմ ես մաս կգազմեմ մեծ ընտանիքիմը եւ կներկայացնեմ նաեւ ծեվումը as մեծ ընտանիք խենթություն բարը որ գոկտակորձեք այսինքն մեր ունգընտիրներում գուզեմ ասել տրագան ծեվով արեք վստահ եմ շատ լսած եք սարտարաբադ երեքը մեջը գսե խենթերն են գտնում հնար այո ուրեմն բայց իսկապես ասենք խենթություն մնե որովհետեւ մեծ կորձ է եւ its dedication its passion եւ այսինքն երբ որ մտնեք այլևս չի գա ետ ելնել պիտի ընեք մինչեւ վերջ մինչեւ գամ հաղթեք կամ չհաղթեք ուրեմն այո ուրեմն գազագերբչական օրեն օրինակ այնինչ որ ռադեինք ուրիշներու համար բարձաբես ռինք իմ անձնական կամպեյնիստ համար la strategy la ինչպես պիտի մոդենանք տարբեր քաուտներու եւ ինչպես մեր կվեները պիտի դուրս հանենք ինը բաստ որը լա մեր ընդրություններուն անշուշտ ունեի բոլոր ընկերներս լա ինչ գիտնամ քեմեն համասկայնեն հոմեն սկաուդությունեն ուրեմն այս բոլոր ընկերները որ դարիներու ընթացքին ունեցած եմ եւ այդ բոլորը դարբեր ծևերով ինձի նեցուկ կանգնեցան օգնեցին եւ առանց այդ օգնության պետք է ասել որ թյուրին բամը չէ այսօր ես հիմա որ ընդրության կմասնակցեմ 48000 թուր ունիմ զարնելիք ուրեմն գնաք երևակայել որ 30 օրվա մեջ 48000 թուր մեկ հոգիով գրեթե անգարելի է ուրեմն պետք է շատ strategic ծևով ասենք մոդենայինք եւ նայենք որ ինչ ծևով ամեն գրնանք անել so as բոլոր բաները մաս կգազմեն այսինքն ընդրական աշխատանքին այո ինչպես գահավասարակշռես քաոտի կյանքդ կորձնական կյանքիդ հետ որտեվ ես հիմա դերմն եմ կյանքիս մեջ որ աս երկու բաները շատ մեծ ցեր ունին կյանքիս մեջ եւ գուզեմ հայ քաոտին մաս կազմել եւ կորձս շատ կսիրեմ so ադիգա ինչպես կնես որտեվ հիմա գիտեմ որ like մեր դարիքին մարդիկ մանավանդ աս նույն հարցին մեջ են so Եվ տասերը։ Եվ տասերը։ Գիտեմ դուք վերջերս MBA ալերիք։ Այո։ Ես երդասարտականի մեջ եղածադենս, ուրեմն համալսարան գերտայի, կամ ստեժեփ գերտայի ցեզիբես։ Եվ ես ալ ադիգա challenge-ներն մեկն էր, որ այն ադեն գսկայի, ինչպես balance-նել։
եւ նորեն իդ պիտի կամ մեծ դբրոցին, չէ, որովհետեւ այսօր եւ վերջին դարիներուս բոլոր փորձառությանս մեջ, այո, ուրեմն վերջին 4 տարվա մեջ բեբեկ ունեցա, իմիջի այլոց բեբեկս ընդրության օրեն 2 օր առաջ ունեցա. So yeah. Wow. Ուրեմն իմիջի այլոց սկսած էի մի քանի տարի առաջ MBA ընել եւ ուզեցի վերադառնալ, որովհետեւ որ եթե հիմա չնեմ 3 զավակով եւ կորձով երբեք պիտի չնեմ, եւ ինձ համար կարեւոր բան էր այդ ասենք վկայական ունենալ եւ վերադարձա եւ այդ դարիներուն պետք է ասել, որ ամենեն հավանաբար դժվար դարիներս եղած են, բայց միշտ կհիշեի այդ դարիները, ինչպես որ գսես, որ երդասարտականի մեջ է եւ գսեի ինչպես պիտի հասնիմ վարչության մեջ, պետք է տրամահավաքնենք, պետք է նոր դարվա party-ն պետք է օրգանիզենք եւ պետք է երթանք սպոնսորներ հավաքենք եւ այլն իմիջի այլոց քրավորներս ունիմ, իմիջի այլոց կորձ ունիմ, ընտանեկան կյանք եւ այդ բոլորին հասնիլը բայց միշտ կսեի, որ երբ որ մեջն ենք, չենք մտածել եւ պետք է մտածել, պետք է միան անել, չէ՞։ Գարդեմ անշուշտ պետք է գազմագերբված լաս, բայց երբ որ մեկը արդեն այդ բոլորին մեջն է, ինքնաբերաբար գացությունը անանք մգնե որ գազմագերբված գլաս շատ լավ եւ հիմա ուզեմ ավելի կալ ծեր ընդանուր առօրյա կյանքին մասին իբրև Սեն-Լորանի քաղաքապետարանի ներկայացուցիչ ծեր կորձը ինչպես գրնա ասել երդասարտ մոնտրեալցիներու եւ նամանավանդ երդասարտ մորեալահայերու երկու ցևով պիտի նայենք ասի, ուրեմն իբր Սեն-Լորանի ներկայացուցիչ կամ Մորեալի քաղաքապետարանի ներկայացուցիչ ինձ համար շատ կարևոր է, այսին միտքս կբահեմ միշտ, որ ես կներկայացնեմ հանրությունը, կներկայացնեմ բոլոր այդ անձերը, որ ինձի բերած են այդ աթորի վրա, ասենք, եւ գկարձեմ, որ ով որ հոնլա այդ անձին համար կարևոր է մտածել բոլորի մասին, որովհետև քաղաքը երբ որ գշինենք, քաղաքը դուն մնե եւ ամենեն մոդ կառավարությունն է, ասենք ժողովրդին։ Վաղը եթե քաղաքը գենա, նույն օրն արդեն գսկակ։ Այս բոլոր սերվիսները, որ քաղաքը գուտա անշուշտ վարյանական կգենան ուրեմն իբր քաղաքացի գարձեմ որ շատ կարևոր է հետաքրքրվել նախ որ քաղաքիդ մեջ ինչ կլա երկու հետաքրքրվել որ անձը որ քեզի կներկայացնե լա իբր հայ քաղաքացի կամ լա իբր քու շրջանիդ անձը որ քեզի կներկայացնե ներկայացուցիչը պետք է հետաքրքրվել կորձունեության մասին։ Երկրորդ կգարձեմ, որ օրինակ իմ բարակայի Սեն-Լորանը շատ multicultural շրջան է, շատ very diverse, 166 դարբեր էթնիսիտի կա։ Ադի ասել է, որ ամեն օր շատ կարևորություն կտանք ներքին ասենք նախ ապահովությունը բահելու ժողովրդին, որ ամեն անձ, ամեն քաղաքացի ինքնինքը մասնագից ըսկա այս քաղաքին, ըսկա որ դեղ ունի, ըսկա որ ապահով է, ըսկա որ իրեն գհարկենք եւ անշուշտ աշխարհի մեջ այսօր զանազան բաներ գլան եւ այդ բոլորը չեն գուզեր որ մեր քաղաքին մեջ իր repercussion-ները ունենան, չէ՞։ Եվ այդ պատճառով այդ vivre ensemble քաղաքի մեջ, երբ որ you're building a community, keeping that vivre ensemble, if you will, is very important. Mən ասոնք ծերծազներ անշուշտ
ծեր բարդականություններն են իբրև քաղաքապետարանի մեջ ներկայացուցիչ եւ գուզենք ասին վերջացնել ավելի երդասարտության մասին խոսելով ինչն է որ պետք է դպավորի երդասարտությունը որովհետեւ իրենքալ մտածեն եւ խորին քաղաքապետարանի ընդրություններում մասին եւ ծեր կորձը ինչպես գաստե ուղագի երդասարտ մոնտրեալցիներուն Նայ խոսիմ քեզի որոշումներուն մասին որ ինչպես մեզի համար կարևոր է երդասարտ մը ինքզինքը ըսկա որ մաս կգազմե քաղաքիմը մեզի համար օրինակ շրջաններ կան որ ավելի opportunity բագաս ունին երդասարտները եւ այդ պատճառով կարեւոր էր իրենց այդ opportunity-ն դալը եւ օրինակ շինածենք բիբլիոթեք du boisé կովը complexe sportif որ մեջը indoor piscine գա indoor soccer field գա եւ այլն կովը շինված է արենա աս փոլորը գտնվին կովի եւ երկրորդական դպրոցի մկով որ ամենեն հավանաբար լման մորեալի մեջ ամենեն ցած ասենք social standing ունեցող կամ երդասարտները գտնվին հոն եթե այդ փոլոր դեղերը չլան որ քաղաքը գահայթայթե իրենց սերվիսները ասպզիկները ուր պիտի երթան պիտի ելեն ջամփա պիտի երթան ասենք criminality չէ եւ գարձեմ որ ադե որ պետք է մտածե մեկը որ երբ որ պիտի երթա պիտի հետաքրքրվի իր քաղաքին մասին որ իմ քաղաքս ինձի ինչպես դեղ գբադրաստե ինչպես ինձ զանազան բաներ կուտա որ ես կյանքիս մեջ հաճողը լամ հաճողիմ մարտիկ ցանոթանամ ծևեր ունենամ եւ անշուշտ քաղաքապետարանը ունի ծրագրեր որ երդասարտությունը ասենք model UN-ի պես կամ conseil jeunesse ունի ծրագրեր ունի որ երդասարտ աղջիկները կան եւ դեսնեն որ ինչպես է օրը եթե գփապակի կամ գերազե ընդրված մեկը լալ կա դեսնե որ քաղաքապետարանի կյանքը ինչի գնմանի ուրեմն այսին որքան որ հասկանանք ծեզի արիթմը դրված էր երբ որ շատ բզդիգեիք բադանեգանի անդամը լալու եւ ադարիտը օգտագործելով նոր արիթներ եկան եւ դուք հասակ քաղաքապետարան եւ ծեր արակելության մաս կգազմե որ ոչ միայն հայրու այլ բոլոր ծեր շրջանին երդասարտներուն նման արիթներ դակ որ իրենքալ պարկավաջին անշուշտ քաղաքին մեջ Շատ շնորհակալ ենք որ եկար եւ մեր հետ այս հաղորդումը իրավ շատ հետաքրքրական էր բանությունը լսել ինչպես քեմեն եւ բադարեգանեն անցար մինչեւ քաղաքապետարանի մաս կազմելու գուզենք ցեզի հիշեցնել որ նոյեմբեր 2-ին Մորեալի եւ ամեն մյուս քաղաքի ընդրությունները կան մեկ հատ գնանք իրենց հասարել ինչպես կրնան քվեարկել ինչպես կրնան քվեարկել օրենքով թուղթը պետք է ստանաք բայց ադիգա հիմա նայենք ինչ պիտի լա post կանադայի ցույցերեն ցույցերուն պատճառով ուրեմն նոյեմբեր 2-ին պետք է գիտնաք որ ով են տեխնազուները ծեր շրջանին մեջ թուղթում պետք է ստացած լակ post կանադայով կամ այլ ծևով որ պիտի եկող շաբաթներուն գարձեմ բարձվի եւ երբ որ այդ փոլորը գիտնաք ծեր ընդհանրապես շրջանի մեջ դպրոց մը գլա կամ community center մը կամ դերմը գլա որ դուք հոն գերտակ եւ գքվեարկեք ուրեմն նոյեմբեր 2 Քեբեկի ամեն գոմ ամեն քաղաքներում մեջ ընդրություն կա եւ շատ գկաչալերեմ ծեր բոլորին որ երթակ քվեարկեք նամանավանդ հայկական ցայնը մեր հայկական
հայապնակ շրջաններում մեջ շատ կարևոր է եւ անշուշտ եթե ծեր տեխնազուներուն գրնակ օգտակար դառնալ, կալ օգնել 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ, ինչալլա ամենայն սիրով մենք ադիգագնտունենք։ Շատ շնորհակալ ենք ընկեր Իվանա, հաջելի զրույցներ եւ նորեն երդասարտ, այսինքն մեր արձագանքի արակելությունն է podcast հաղորդումը լալ երդասարտներուն համար եւ երդասարտներուն գոմե եւ ուրեմն շատ շնորհակալ ենք որ մեզի այս դուք մեզի արիտ դվիկ որ ցեզի հետ այս հարցազրույցը ենք եւ ուրեմն այսօրվա համար այդքան ցեզի անամպեր կսպասենք մեր հաջորդ դրվագին համար հիշեցում միշտ կրնակ մեզի հետևիլ մեր Instagram-ի եւ YouTube-ի եւ Spotify-ի եւ Apple Podcast-ի էջերուն վրա չի վերջանար բայց մեզի հետևեցեք եւ անամպեր կսպասենք ցեզի հաջորդ հաղորդումներուն ընթացքին շատ շնորհակալ ենք եւ բարի օր